թռնելով անցան տարիները։ Մեզ մոտ են գալու հայտնիները։ Պատրաստելու են մեր խոհարարները, իսկ մենք սկսում ենք Եփող թափողները։ Ոչինչ այդպես չի զայրացնում կնոջը, ինչպես պարզապես անգործ պարկած տղամարդը։ Եթերում Եփող թափողներն են Շանթի հոբելյանական եթերաշրջանում։ Եփող թափողները։ Եփող թափողներն են եթերում, իրականում Եփողը դեգուստո ռեստորանի շեֆ-խոհարար Գեղամ Վարդանյանն է, թափողները ես եւ Զիրոյանը։ Սիրված դերասան, արդեն հաղորդավար եւ Հայաստանի վաստակավոր հումորիստ։ Ինչպե՞ս ես, պարոն Զիրոյան։ Լավ ամեն ինչ։ Լավ փառք Աստծո, դուք ասեք։ Մենք շատ լավ ենք, որովհետեւ մեր կողքին դեգուստո ռեստորանի շեֆ-խոհարարն է։ Ինչ եք պատրաստելու այսօր։ Այսօր պատրաստելու Զիրոյանի համար։ Հավի կրծքամիս։ Հավի կրծքամիս։ Այո։ Եվ բանջարեղենով։ Գառնիղը լինելու է բանջարեղեն։ Ահա, հավի կրծքամիս բանջարեղեն։ Սիրում ես կրծքամիս։ Ինչը կրծքի հետ կապված սիրում։ Ինքնան անկեղծ անձնավորություն է։ Կարելի է հակառակ ասել, ինչ մսի հետ է կապված, բայց ինչ կրծքի հետ ավելի ռոմանտիկ է։ Ինչ կրծքի հետ կապված է, Զիրոյանը սիրում է։ Ես նրա նախասիրությունները կիսում եմ։ Հուսով եմ, որ դուք էլ եք կիսում։ Ես վերջում կկիսեմ քեզ։ Ամեն ինչ կիսելու ենք վերջում։ Մնացեք մեզ հետ, մի քանի վայրկյանից պարզ կլինի, թե բացի կրծքամսից այս ուտեստում ինչ կա։ Եփող թափողները։ Ահա, զինված Զիրոյանը մեծ դանակով արդեն, շեֆ-խոհարարը իր դանակով, սուր դանակներով մեր գործընկերն է Bloomberg ապրանքանիշը, որը տրամադրել է մեզ բարձրակարգ տեխնոլոգիաներով պատրաստված կացաներ եւ Եփող մակերես։ Bloomberg, գերմանական ճշգրտություն ամեն մանրուքում։ Էներգախնայող, հզոր եւ հուսալի տեխնիկա, հարցրեք բոլոր կենցաղային տեխնիկայի խանութներում։ Bloomberg, երբ որակը դառնում է կենսակերպ, սմբուկ, լոլիկ, սունկ, ուրեմն պղպեղ, համեմունքներ եւ կրծքամիս, լուրպակ մեր սիրելի դանյական կարագը, մարանիկ համեմունքները, ինչ ենք անում։ Սկսում ենք։ Հեսա տապակը դնենք վրան։ Տակ, պարոն Զիրոյանը ինչ անի։ Պարոն Զիրոյանը էս ասա։ Հա։ Զիրոյան, խոհանոցում ինչպիսին ես։ Ժամանակին եղել եմ խոհանոցում։ Տակ։ Բայց հիմա թողել եմ խոհանոցը։ Զբաղված ես Զբաղված չեմ հասցնում, հա։ Խոհանոցը։ Իբարը կուբիկների կդրանք։ Ինչքան ինչ չափի։ Չափի, շատ։ Իսկ ժամանակին խոհանոցում ինչ ես, դու ձեր տանը։ Չէ, խոհարար աշխատել եմ, սովորել եմ։ But yeah, Զիրոյ, մենք քո փաստորեն ոչ բոլոր գրань ոնց է հայերեն։ Գրань գծերը չէ։ Գրань տավանտը։ Գրանի։ Այնտեղ կարող գծել։ Լավ, հասկացաք բոլորս։ Մենք քո տաղանդի ոչ բոլոր գրաներ գիտենք։ Լավ, հələ բացահայտի։ Ես գիտեմ, որ դու հիմա սովորում ես, ստանում ես երկրորդ բարձրագույն կրթությունը։ Այո։ Ահա, միջև այդ ավարտել ես արդեն տնտեսագետ ես։ Այո։ Տնտեսագետ, խոհարար, էլ ինչ։ Հեսա 3 տարի հետո դերասան։ Դերասան օֆիցիալ։ Օֆիցիալ դերասան, հիմա ոչ օֆիցիալ եմ, հա։ Էլ ինչ։ Էլ այդքան հերիք չի։ Հերիք կա, բայց ես համոզված եմ, որ էլի բաներ կա, որ չգիտենք։ Դե լավ, կիմանանք։ Ընթացիկ կիմանանք։ Սրանք էլ փոքրացնեմ։ Դե Հա։ Կուկես եւ կուբիկներ։ Այդ տիպի, հա, շատ լավ։ Իմացար։ Շեֆ խոհարարը ինձ ուղղորդեց, թե ոնց պետքա կտրտվի բանջարեղենը։ Ես էլ կտրատելուց հիշեցի երիտասարդ տարիներս, որ ես խոհանոցում էլի կտրատում էի թե բանջարեղեն, թե միս, թե պանիր, տարբեր տարատեսակ, ինչը որ կարելի էր կտրատել ու հիշեցի, որ ժամանակին ես ցուցամատս կտրել եմ սլայզերով։ Եթե չգիտեք, դա մեծ սարքն է, որ մեծ կլոր դանակ կա, դրանով կտրել եմ։ Սպին մնացել է։ Խնդրում եմ բացատրի, ինչի համար է քեզ պետք կրթությունը, եթե դու արդեն թատրոնում խաղում ես, ֆիլմերում նկարահանվում ես, հեռուստատեսությամբ կաս, սովորաբար հակառակն է լինում։ Բնականաբար, բայց ոնց է լինում, որ զգում ես կյանքումդ մի հատ ինչ-որ բաց կա, ուզում ես այդ բացը լրացնես։ Այսինքն պակաս կար, դու Դե բնականաբար, հա, ես զգում եմ, որ պակաս, այստեղ լսնեմ։ Չէ։ Այս համանք։ Ես զգում եմ, որ պակասը կա, փորձում եմ այդ պակասը լրացնել ինստիտուտում սովորելով։ Ու փառք Աստծո ստացվում է,
դեռ առաջին կուրս եմ, երկրորդ սեմեստրն արդեն ու Ուչու դասախոսներ բալիկների հետ է սովորում։ հա, կրկնակի փոճուր իմ տարիքից, որպես ավակ ընկեր փորձում եմ օգտակար լինել։ Երբ որ դեռ չէի սովորում, բայց արդեն նկարահանվում էի, խաղում էի, այն դերասաններից, որոնք որ արհեստավարժ դերասաններ էին եւ ունեին դիպլոմ, այսպես ասած, կամ ռեժիսորները, սցենարիստները, չէին ասում քեզ իրեն, դու ոնց որ մի քիչ դիպլոմ չունես, բան, այդպես խնդիրներ չի, կոնֆլիկտներ։ Դե չէ, նմանատիպ կոնֆլիկտներ ընդհանրապես չեմ ունեցել, որովհետեւ դրա կարիքը չկա։ Ես փորձել եմ մաքսիմալ լինել պրոֆեսիոնալ մոտենալ իմ մասնագիտությանը, արդեն պրակտիկայի շնորհիվ ձեռք բերած պրոֆեսիոնալ մասնագիտությանը։ Կարակը։ Այո, ավելացնենք տապակի մեջ։ Լուրպակ կարակը մեր, դանյական 125 տարեկան է, պատկերացնում ես բրենդը։ 125 տարի մարդիկ կարակ են պատրաստում։ Դրա համար Ինչական է։ դանյական։ Դանյական։ Կովիկները Դանիայում շարունակում են ծառայել դանյացիներին եւ ոչ միայն։ Եվ ոչ միայն, այո։ Դանյական լուրպակ կարակը ունի մոտ 125 տարվա պատմություն։ Եվ այդ 125 տարվա ընթացքում ֆերմերները օգտագործում են նույն հումքը, կովերը ուտում են նույն կերը, իսկ կարակը ստացվում է նույն պայմաններում։ Լուրպարկ բարձրորակ կարակը պատրաստված է 100%-անոց թարմ կաթից։ Կարող եք ձեռք բերել բոլոր սուպերմարկետներից։ Պաշտոնական ներկրողն է Անդակո ընկերությունը։ Լավագույն ուտեստը արժանի է լուրպակի։ Так, բա ինչ է ասում։ Ասում էր, որ այդպիսի կոնֆլիկտներ տեղի չեն։ Կոնֆլիկտներ, հա, չի եղել, որտեվ իմ փորձի շնորհիվ, ինչքանով որ թատրոնում եմ ստացել, ինչքանով որ տարբեր պրոյեկտներում եմ ստացել, փորձել եմ ինձ պահել պրոֆեսիոնալ տակից դուրս գալ։ Ինչպես ստացվեց, որ սկզբից տնտեսագիտական համալսարան, հետո այնտեղ չզբաղվեցիր դրանով, որոշեցիր դառնաս դերասան։ Դե իրականում նպատակս դեռիվ ուրիշ էր։ Ահա։ Երիտասարդ տարիներին բազմից եմ խոսել դրա մասին, բայց երևի դու տեղյակ ես, հա։ Որ տեսնում էի մեր շոու բիզնեսի լավ դեմքերը, ովքեր շոու բիզնեսում են, ովքեր հումորի մեջ են, նրանք ունեն բարձրագույն կրթություն եւ բարձրագույն կրթության ժամանակ նաեւ մասնակցել են ուրախների հնարավորությունների ակումբում։ Ինձ մոտ առաջացավ այդ ցանկությունը, որպեսզի ես մասնակցեմ ուրախների եւ հնարավորությունների ակումբում, բայց քանի որ ես չկամ ոչ մի ինստիտուտում։ Դու գնացել ես ինստիտուտ, որ ունենալ կավենի թիմ։ Այո։ Հասկացա։ Ու այդտեղից սկսվեց։ Պարզ է։ Եվ այդպես դարձավ նաև տնտեսագետ։ Այո։ Ուզած դառավ տնտեսագետ։ Շատ լավ է։ Так, Էլ ինչ անում։ Նստակ սունկն ենք կդրատում։ Ինչ չափսի։ Մեջտեղ 4 մաս։ 4 մաս հրաշել է։ փոչտեն եք թողում։ Հա։ Զիրոյան ջան, ինձ խնդրեմ բացատրի, թե նկարվում ես եւ խաղում ես թատրոն։ Այո։ Եվ նաեւ գոյություն ունի Զիրոյան հեռուստատեսությամբ։ Այո։ Եվ գոյություն ունի Զիրոյան նաեւ YouTube-ում։ Առանձին Զիրոյան, որ շնորհակալությունում կամ հրավիրում են քեզ եւ այլն։ Հա։ Որն է ամենասիրվածը քեզ համար։ Թատրոն, կինո, սերիալ, YouTube-յան պրոյեկտներ։ Միանշանակ, շնորհակալ եմ հարցի համար, միանշանակ ինձ ավելի շատ դուր է գալիս թատրոնը, որտեվ թատրոնի կյանքը լրիվ ուրիշ է։ Այնտեղ տվյալ պահին դու այդ ամեն ինչը վերապրելով բարձրանում ես բեմ ու փորձում ես տվյալ կերպարի էմոցիաները ամեն ինչը փոխանցել հանդիսատեսին ու պիտի դա անես մաքսիմալ, որպեսզի հանդիսատեսը քեզ հավատա ու սիրի։ Դրա համար թատրոնը ավելի եմ նախատեսում, քան ֆիլմը։ Երկրորդ տեղում ֆիլմն է, որտեղ ֆիլմում կարաս նույն բանը մի քանի դուբլ հետո ստանաս։ Բայց թատրոնում չես կարող դուբլ անես, որովհետև դա մի անգամ է տրված ու այդ հնարավորությունը պիտի ճիշտ օգտագործես, որպեսզի հանդիսատեսը վերջում գոնե ծափ տա քեզ, որտեղ մենք ինչով ենք ապրում, ծափով։ Իմով ջան, մենք ծափով ենք ապրում։ Եթե ծափը եք լիցքավորում։ Հա, թե ծափը չեղավ, անիմաստ։ Հա։ Ու ասեմ, որ արդեն 3-4 ամիս է ինչ ունենք նոր ներկայացում, ես եւ Սոնալ Մաթեոսյանը, հոգեբանական դրամա է, կոչվում է Հոբելյանական հաճախորդ, երկուսով ենք։ Արա Արությունչի, Արա Երնջակյանի գրված պիեսն է, բեմադրել է մեր երիտասարդ տաղանդավոր ընկերը Ժորա Մարտիրոսյանը, ու խորհուրդ կտամ, եթե ժամանակ ունենաս,
ինձ ասես Անպայման, երբ ես անպայման, ազատ, ես մեծ քեզ սիրով կհրավիրեմ։ Զիրոյան, Ջան։ շատերը քեզ չճանաչելով կամ ճանաչելով միայն քո հերոստատեսային կերպարին, ասում են, այստեղ են բան ու գործ չունի, սա օրը սենց հահա հիհի անում։ Բայց չէ որ դու իսկապես լուրջ դրամատիկ, հոգեբանական դերեր ունես։ Որն է այդ բaragայում քեզ ավելի հոգեհարազատ։ Զիրոյանը, որը որ թեթև սոլիկ ինչ-որ բաներ է անում, թե Զիրոյանը, որը որ խորը ինչ-որ կերտում է կերպարներ, Չեխովյան։ Իրականում, տեղ ոնց, Գրումով ջան, բեմը միշտ պիտի անջատի, բեմը նկարահանման հրապարակը ֆիլմը պետք է անջատվի քո անձնական կյանքից։ Հիմա կարելի ասել, ես իմ անձնական կյանքով եմ այստեղ կանգնած, քո հետ շփվում։ Ես ոչ հիմա դեր եմ խաղում, ոչ ինչ-որ բան։ Հիմա դու կարող ես կողքից աչք ասել, ես ինչպիսինն եմ, էլի ես սիրում եմ հումորը, ես էլի սիրում եմ դրաման, ես բոլոր տեղերը ուզում եմ լինել, փորձում եմ մաքսիմալ ուժերս փորձեմ, բայց ես իմ կյանքում այսպիսինն եմ։ Ժպտերես, բարի, ժողովրդական լեզվով ասացված կա։ Ոտքս չտրորեն, ես իմ համար աչքս քաշած կքայլեմ։ Իսկ եթե տրորեց, Խորհուրդ չեմ տա։ վայրեն անում ես, դևեր արտնանում ես։ Հա, մի փոքր ունեմ այդպեսի Վալասոկդ գցելու ունակություն ունես։ Կոնտակտները որ թույլ Կոնտակտները անում, թույլ, հասկացա։ գցում ու գցում։ Սպորտ եւ Զիրոյան։ Այո։ Ինչով ես զբաղվել։ Սպորտով Սիրում ես։ շատ եմ սիրում սպորտը, շատ եմ սիրում ֆուտբոլ, NBA, չեմ զբաղվում սպորտով, բայց հաճախում եմ մարզասրահ, որպեսզի ֆիթնես, այո, որպեսզի Պահես քեզ կառուցվածքս տեղը լինի, այո, որովհետև դերասանը պիտի հետևի իր կառուցվածքին, չէ՞ որ վերջի բեմ ես բարձրանում, հանդիսատեսի առաջ ես։ Դու թեթև է տենց ավելի։ Բացի թեթևը, դու հարգ դեպքում կարող է լինի այնպիսի տեսաներ, որ դու պիտի կիսամերկանաս, տգեղ չլինի, զուտ լինի հաճելի։ Էսթետիկ լինի։ Էսթետիկ։ Так, տապակվեց, հա, հավը։ Դեռ ոչ։ Այդքան, դեռ ոչ։ Հասկացա։ Ես անես կրծքամիսա որ չի տապակվում։ Իսկ ֆուտբոլ եւ NBA-ը ասեցիր, ունես սիրված ակումբներ, ում երկրպագուս խաղացողներ։ NBA-ից, այո, NBA-ից ունեմ, դա երևի թե կլինի շաբլոն։ Ահա, Lakers, Los Angeles Lakers եւ ֆուտբոլ ունեմ LeBron-ի ժամանակվա Lakers-ը թե Brian, Kobe Bryant-ից, այո։ Եվ ֆուտբոլի հետ կապված ակումբային ունեմ Բարսելոնա, մի փոքր City, Manchester եւ Պեպի Pep Guardiola, այո, Pep-ին ես մեր մարդն է Զիրոյան, շատ եմ սիրում, հա։ Ու որպես հավաքական այդպեսին աշխարհի մասշտաբով Արգենտինա, Եվրոպայի մասշտաբով Իտալիա։ Հայաստանի հավաքականի մասին ինչ կասես։ Ինչ նախնդիրներ տես հիմա մարդիկ ասում են, որ վերևը եթե միջև չփոխվի, ներքևը այդ հարցերը չի լուծվի։ Իրականում ես այդ հարցին չեմ կարող ճիշտ պատասխանել, որովհետև որպես երկրպագու։ Որպես երկրպագու, չգիտեմ, անկեղծ, բայց խնդրեմ տեսնում ես, որտեվ մարդիկան չեն տեսնում, այն վերևները չի երևում, էլի։ Դե շատ վերև է, ներքևը չի երևում։ Միգուցե խնդիրը հենց այդտեղ է, որ չեն տեսնում։ Նա թող դա ստուգեն նոր, տեսողության խնդիրը ստուգեն նոր։ Ես եմ տես մտածում, այո։ Բայց կա խնդրեմ։ Իհարկե, ես ոչ մեկին ոչ քննադատեմ, ոչ ինչ-որ վատաբանեմ, եթե ինձ վերցնենք դնենք նույն տեղը, հնարավոր է ես էլ լիքը կիքսեր տամ ու իմ մոտ էլ չստացվի։ Հա, բայց տարբերությունը նրանում է, որ դու դրանով երբեք չես զբաղվել եւ չես ուզեցել զբաղվել, բայց եթե քեզ դրեն նույն տեղը, մենք ունենանք նույն ռեզուլտատը։ Հասկանում ես։ Իսկ եթե այդ մարդկանց բերենք ու տեղը, ասեն դու Սարեկ Զիրոյանի տեղը Women's Club-ում կամ Սոնայի հետ դերը խաղացե կամ այս ֆիլմում չեն կարա։ Դա է խնդիրը, որ դու կարաս իրենց նման վատ, բայց իրենք քո նման լավ չեն կարա։ Այսինքն մարդ պիտի զբաղվի յուրաքանչյուր իր գործով, ու ամենակարևորը դա լինի սիրով։ Այդ հիշեք, այդ հետագայում պետք է գա։ Եփող թափողները։ Так, համեմում ենք պղպեղ։ Այո, կարմիր քաղցր պղպեղ, Կարմիր քաղցր մառանիկի պղպեղը, այլ ինչ համում ենք, աղ, так, կարակը լուր պակարեցինք, ահա։ եւ մի քիչ ձեթ։ Սա տապակվում է, ընթացքում տապակում ենք բանջարեղենը։ Բանջարեղենը զուգահեռ ենք տապակում։ Այո։ Լոլիկն էլ պետք է կտրատվի։ Ինչպես։ Լոլիկը։ Լոլիկը ձևավորում։ Շատ լավ։ Կողք։
Մարանիկի պղպեղը կարմիր օգտագործեցինք, Մարանիկը առհասարակ մեր թաքուհին է, մեր համեմունքների եւ ոչ միայն այլ նաեւ ձավարեղենի, զիփականով հնգյակը հիշում եք, զիփականով հնգյակում կա կակաո, շաքարի փոշի, օսլա, աղ եւ էլի անդադ ինչ որ մի բան մոռանում եմ ես։ Կակաոն ասեցինք, օսլան ասեցինք, աղը ասեցինք եւ սոդան իհարկե։ Զիփականով ուրեմն ոչինչ չի փչանում եւ անգամ եթե քեզ օրինակ հրավիրեն ինչ որ հոլիվուդյան ֆիլմում նկարում ես Ատլանտիկ օվկիանոսի ափին կամ Խաղաղ օվկիանոսի կարող ես տանել բացել, փակել եւ չի խոնավանա։ Համեմել կերպարը։ Այո, համեմել կերպարը եւ չի խոնավանա։ Եվ նոր ուրեմն նորույթ Մարանիկի կողմից համեմունքներ ապակյա տարաների մեջ աղացող եւ ոչ արդեն աղացված։ Ոչ աղացող, արդեն աղացված։ Աղացող խոշոր աղ, աղացով ուրեմն սև պղպեղ, աղացով 4 պղպեղների հավաքածու եւ արդեն աղացած կարմիր, քաղցր, կծու պղպեղներ եւ սև պղպեղ։ Շատ էսթետիկ տեսք ունեն, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Մարանիկը առաջարկում է ձավարեղենի եւ համեմունքների լայն տեսականի, այդ թվում նաեւ իմ սիրելի զիփ հնգյակը։ Սոդա, աղ, կակաո, շաքարի փոշի եւ օսլա։ Դրանց ավելացել են համեմունքները հարմարավետ ապակյա տարաների մեջ։ Աղ, սև աղացած պղպեղ, կարմիր աղացած պղպեղ, քաղցր եւ կծու եւ իհարկե խոշոր սև պղպեղ։ Ապակյա տարաների շնորհիվ համեմունքները պահպանում են իրենց համը եւ որակը։ Եվ իհարկե օգտագործել է լինում է ել ավելի հեշտ։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Так, հիմա սկսում ենք արդեն բանջարեղենը տապակել։ Այո, սկսում ենք բան, նաև ասեմ, որ այս ուտեստը ես սովորել եմ մեր բրենդ շեֆից։ Так, Դեգուստոյի բրենդ շեֆից։ Դեգուստո, դուք Դեգուստո ռեստորանի շեֆ խոհարարն Այո, եք, ես Դեգուստո ռեստորան Ահա։ շեֆ խոհար, բայց մենք ունենք բրենդ շեֆ։ որից ահագին սովորելու բան ունենք։ Այո, անպայման։ Ինչպես է անունը նրան։ Վարդգես Հարությունյանն նայ։ Վարդգես Հարությունյանին բարևում ենք եւ Այո։ շնորհակալություն ենք հայտնում, Ինքը նաև մեր բոլոր խոհարարների ազնագազմի ղեկավարում է, Ղեկավար։ նայում է, Ահա։ ուտելիքներին է հետևում, որ ավելի համեղ պատրաստվի եւ ավելի նորմալ հասնի մեր հաճախորդներին։ Իմացաք։ Այո։ Դա շատ կարևոր գործ է այսօր։ Իսկ ես ուզում եմ հիշեցնել, որ եթե ուզում եք պատվիրել, կարող եք մտնել degusto.am կայքը, այնտեղից պատվիրել կամ էլ զանգարել հետեւյալ հեռախոսներով։ Ավելացնում 033 80 80 80 դա food court-ն է Degusto-ի, իսկ եթե ռեստորանից եք ուզում պատվիրել կամ ամրագրել սեղանը, օրինակ ինչ որ գեղեցկու հետ ուզում ես գնաս երեկոյան ռեստորան 044 32 80 80 եւ գնում ես։ Ինչպեսին է Զիրոյան, ձեր սիրտ ազատ է, գեղեցկույները հետաքրքրվում են։ Թե չի կարելի այդպիսի թեմաներից խոսել։ Չէ, չի կարելի։ Ազատ է։ Միշտ էլ կարելի է խոսել գեղեցիկ սեռի թեմայից։ Так, Լավ կլինի խոսենք գեղեցիկ սեռից։ խոսիր։ Դե Պակասում է գեղեցիկ սերը քո կյանքում, թե։ ինձ թվում է գեղեցիկ սեռը բոլորիս կյանքում է պատասխան։ Անկամ այն մարդկանց ում սրտերը զբաղված են, այո, կա այդպիսի բան, կա Դա այդպիսի։ պակասում է։ Հավելացնում ենք տոմատը։ Ահա։ Զիրանից դու որտե՞ս խոհարար աշխատել։ Ինչ որ ռեստորանում։ Հա, տարբեր տեղեր եմ Տարբեր աշխատել, տեղեր։ հա։ Կարոնի բլյուդա ունես ինչ որ։ Կարոնի, չէ, բայց ավելի շատ սիրում եմ տաք աղցանը, Տաղաղցան։ տաք աղցանը, այո։ Այնտեղ հավի կրծքամիսա, սունկ, շամպինյոն մարինացված, պղպեղներն է բուլղարական, ձիթապտուղներն է սև, կանաչ, սլիվկա, կարակով տապակած, վերջում մի փոքր պանիր վրան ու դառնում է տաք աղցան։ Ցանկության դեպքում նաև կարող ենք մի քիչ անանաս լցնենք։ Օ, դա պիկանտ համ է տալի։ Որ երկրների մասին երազում ես, դեռ չես եղել, բայց ցանկություն կա։ Իսպանիա չեմ եղել։ Իսպանիա դեռ չես եղել։ Իսպանիա դեռ չեմ եղել, բայց Բարսելոնայում դեռ չեմ եղել։ No camp չես եղել։ Հեսա բացի։ Նոր եմ վիզան ստացել, կգնամ։ Всё։ Նոր եմ վիզան ստացել, միջև այդ չունեի։ Հասկացա։ Հիմա արդեն կարող եմ գնալ։ Դե կարող ես գնալ մայիսի 11-ին էլ կլասիկոն է։ Օ, չեմ կարող։ Ներկայացում ունեմ, ներկայացում։ Կարևոր բաներ են։ Կա այդպիսի ռեժիսոր աշխարհում, որի մոտ երազել ես աշխատել, թատերական կամ։ Օ,
կամ կինոյի։ Իհարկե Գայրիչի, դե Գայրիչի ամեն մի կադրը 3 վայրկյան ու 3 վայրկյանում պիտի էմոցիա տաս, այդ մի փոքր դժվար է ու մեծ պատասխանատվություն կա։ Գայրիչոտ կերպար ես։ Դե Տոմ Հարդի չես իհարկե դեռ, բայց սիրում ես նրան։ Իհարկե։ Նոր սերիալ ունի, եթե տեղի չի մեր հանդիսատեսը։ Գանգստերլենդը։ Երկու սերիա արդեն ես նայել եմ։ Իսկ Տաբուն տեսել ես։ Չէ։ Տաբուն էլ է լավ Հա։ սերիալի հայտ։ Իրականում սկիզբը նայել եմ, մի փոքր չի գրավել։ Դրա համար ասեցի լավ, թող մնա էսի Իսկ Գայրիչի ամենասիրված ֆիլմը։ Օ Կարոլ Արտուր։ Որովհետև այնտեղ ես ասում ռեժիսորը այդպեսին պիտի լինի, որ ինքը ոնց անսպասելի լինի ու անսպասելի Գայրիչի էր։ Հա, այն ժամանակները, երբ որ թագավորների ժամանակներում չի եղել պիտբուլ տեսակի շունը ու պիտբուլ տեսակի շունը իրենց ռիցերների հետ ոնց ու ես Բայց ինչքանը ներդաշնակ այդ ամեն այդ ցեխու ջերի Իսկ ով կար այդ ֆիլմի մեջ կարող ես հիշել։ Վացի Պիտբուլից։ Հա, Դերասաններից։ Ոչ այնքան։ Հələ։ Դեվիդ Բեքհեմ։ Այո։ Բեքհեմը, այո, եւ անճանաչել էր կարծես, բայց իմացողները ճանաչեցին։ Սպիոտ Ես անգամ գիտեմ, թե այդ ֆիլմի կաստինգը ոնց է անցկացվել։ Երբ որ գլխավոր հերոսին կանչել են կաստինգի, ինքը եղել է մի փոքր գեր, ոչ մարզված վիճակում, ու սրահում, սպասասրահում եղել են տարբեր արտիստներ ու ինտերվյուն եմ ես իրա լսել։ Երբ որ նստած ա եղել, աչքի պոչով նայել են, ասել եմ, չէ, ես հույս չունեմ։ Ես հույս չունեմ մարզված ասպետների մեջ։ Գայրիչն էլ ներսում, ես հույս չունեմ, որ ես կանցնեմ, էլի, այտենց այդ ամեն ինչից հիասթափված ինքը մտնում է ներս կաստինգին։ Թուլացել է արդեն հա, ինքը գիտի, որ չի անցնելու, բայց որպես մասնագիտական էթիկա պահել է, մինչև վերջ կաստինգին մնում է, անցնում է։ Մտնում է ներս, հետո երբ որ Գայրիչին խնդիրներ է տալիս, դրանից հետո դուրս է գալիս, ասում է, այս ամեն ինչը էլ գնաց մի զանգում ասում են դուք եք ընտրվել։ Երբ որ դու ես ընտրվում, սկսվում է տաժանագին աշխատանքը, մարզվել, պարապել, եթե հիշում ես, ինքը այնտեղ շատ իդեալական կարգավիճակում է։ Կազմված ունի։ Այո։ Այդպիսի կինոներ է պետք ստեղծել։ Աշխատեք, ինչն է պակասում հայկական կինոյին այդ պարագը։ Բացի Գայրիչից ու Պիտբուլներից։ Հայկական կինոյին ոչ մի բան էլ չի պակասում։ Ամեն ինչ կա։ Ամեն ինչ կա, փառք Աստծո, չէ, լավ ռեժիսորներ ունենք, լավ օպերատորներ ունենք, լավ սցենարիստներ ունենք, լավ են աշխատում, լավ են գրում, լավ կինոներ են ստեղծում։ Իրականում նաև ուզում եմ շնորհավորել Անորա ֆիլմի ստեղծողներին, ովքեր կապ ունեին եւ կապ չունեին իհարկե։ Հենց ստացեց, որ ամբողջ հայ ազգը կարծես թե Անորը հետ կապ ունի։ Յուրաքանչյուրս, այս մեր վաճառը բարենա։ Շնորհավորանքներն եմ ուղարկում, շնորհակալություն, շնորհավորում եմ, ապրեք, շարունակեք աշխատել ու շարունակեք հայի անունը բարձր պահել ողջ աշխարհով մեկ, շնորհակալություն տղերք։ Լեզուներ ուսումնասիրում ես անգլերեն, օրինակ մտածում ես դրա մասին, որ կարելի է դու էլ մասնակցես կաստինգների։ Իհարկե, դրա մասին մտածել եմ, ես Եվ ոնց որ քո գործընկերներից մեկը Լուիզան, Անորե ռեժիսորի մոտ նկարահանվել է։ Ժամանակին, այո, ժամանակին շատ շուտ, այո, նկարահանվել է։ Ես նմանատիպ խնդիր չունեմ, իմ մոտ այսպիսի խնդիր ասվածը առաջադրանքներով է, իմ մոտ այսպիսի։ Եթե ես ստանում եմ ինչ-որ մի հրավեր կամ առաջարկ, որտեղ պիտի լինի կամ ռուսերեն, կամ անգլերեն, կամ ֆրանսերեն, կամ իտալերեն, ես նոր սկսում եմ սովորել։ Հասկացա։ Իսկ այնպես որ օրինակ նստես չեմ հասցնում։ Հա, զբաղված լինելն է, թատրոն, ինստիտուտ, հասկացա։ Այսինքն նենց չի որ դու օրինակ կարող ես, չգիտեմ, կան այդպիսի ռուս դերասաններ, որոնք որ իրենց կարիերան Ռուսաստանում դրել են մի կողմի վրա, գնացել են եւ 3, 4, 5 տարի ապրում են Հոլիվուդում, մասնակցում են անդադ կաստինգների, չգիտեմ ինչ է, Մաշկովի աղջիկը օրինակ։ Մաշկովան, այդպես է հիմա։ Նու այլ պատճառներ կան իհարկե որ նա Ռուսաստանից այս պահին հեռացել է, բայց նա այնպես է, որոշել է, որ պետք է այնտեղ հասնի իր ուզածին։ Այսինքն պետք է նպատակ դնել իրականում։ Ինչքան էլ դու ես այսպես եմ մտածում, եթե դու լեզուն չգիտես ու ուզում ես լինել տվյալ ֆիլմում, դու նպատակը դիր, որ հասնես դրան։ Որ նպատակը դիր, դրանից հետո լեզուն սովորես։ Եթե նպատակը դրեցիր, արդեն ենթագիտակցությանդ մեջ կգա, որ դու այս լեզուն պիտի սովորես, ու դու սկսում ես արդեն ավտոմատացված սովորել ու գնալ քո
երազանքի հետևից։ Կարևորը ունենալ երազանք եւ նպատակ, դա է կարևոր։ Իսկ լսի, հիմա անորան մենք բոլորս այդպես գոհ ենք, ուրախ ենք, որ այդ վիճակը, բայց կերպարները, որոնք որ կերտեցին հայ դերասանները, չգիտեմ, հայեցի են, սազական են մեզ, չէ՞ որ շատերը ասում են, դե ինչ դեր էր, որ ինչու տենց եղավ։ Դե իրական միշտ այդ քննադատողները լինելու են։ Անկախ նրանից, թե դու ինչ ես ցույց տալիս, ինչ ես խաղում, ինչ կերպար ես կերտում, անկախ նրանից միշտ կան քննադատողները ու կապ չունի ինչ։ Ու պիտի լինեն, որովհետև չի կարա լինի, որ բոլորը ասեն հա լավն էր։ Կա ինչ որ մի տոկոսային հարաբերություն, որ իրանք միշտ դժգոհ են։ Դժգոհիկն են։ Դժգոհ են, հա, մենք հայերիս մեջ ունենք, չէ՞, դժգոհ, արա դե, ես ինչ ա, դե, չէ։ Իրականում ես լրիվ ուրիշ կերպ եմ մոտենում հարցին, քանի որ ես համ կամերայի հետ աշխատում եմ, համ կամերայից են կողմ մարդկանց հետ շփվում եմ, հասկանում եմ, որ ով ինչ անում է, ես չեմ կարա դրան անուն դնեմ, որովհետև եթե ես լինեի այնտեղ, ես ոնց կանեի։ Չէ, իրանք լավ են արել, մակարդակով են արել, կա հայեցի լիքը բաներ կա, որ ցույց են տվել, հա, ես էլ լինեի նման իրավիճակում, ես լրիվ ուրիշ բաներ խոսայի կամ կանեի, բայց քանի որ կա առաջադրանք, կա ռեժիսորի կողմից տրված տեսարան, որտեղ որ պիտի լինի այդպեսին, այդպես են արել։ Ու ես տեղյակ եմ, որ նաև եղել է ընթացիկ իմպրովիզներ, որը որ շատ տեղին է եղել։ Օրգանիկ։ Օրգանիկ է եղել, այո, ու տղերքն էլ բրավո, թե մեր հայերը, գիտեք, հետո բացի դրանից եկեք չմոռանանք, որ այդ ֆիլմը Կանի փառատոն է հաղթել, գլխավոր մրցանակ Օսկարակիր է դարձել ռեկորդակիր եւ 5 Օսկար։ Այո։ Եփող թափողները։ Եկեք փորձենք յուրաքանչյուրս ինչ որ բան անել, հետո նոր փորձենք քննադատել։ Եթե հիշում ես, մի փոքր առաջ ասացի ամեն մեկը պիտի զբաղվի իր գործով։ Դրա մասին է խոսքը։ Եթե ամեն մեկը զբաղվի իր գործով, չկա տենց աշխատանք, որտեղ դուք գնում եք քննադատության։ Այո։ Այդ ինչ աշխատանք է։ Դե գիտես չէ, կան արհեստավար թատրոնի քննադատներ կամ կինո։ Դա ուրիշ է։ Այո։ Դա ուրիշ է, բայց դու դա քո տարածքի մասին է խոսքը։ Դու չես կարող ստեղից Ամերիկա կամ ստեղից Եվրոպա քննադատես, թե վայ, բա այդ ֆիլմը ստեղծվել է ամերիկացիների համար։ Այդ ֆիլմում հայտնվել են մարդիկ, ովքեր հայ են։ Դա լիներ Հայաստանում այլ կերպ կզարգանար, ուրիշ ձև կլիներ, ամերիկյան է։ Կան Օսկար դրանք քիչ բան չեն, փոքր բան չեն։ Մեղմ ասած քիչ բան չեն։ Հա։ Իսկ Так, ինչ է կատարում այստեղ։ Մենք պատրաստ ենք։ Պատրաստ ենք։ Այո։ Երկուսն է պատրաստ է, կարող ենք արդեն անցնել մատուցման հարցերին։ Միստեր Ջին է մեզ այստեղ հարկավոր, որ այստեղ մաքրություն տիրի եւ այդ մաքրությունից հետո նոր կվերադառնանք եւ կսկսենք դեգուստանել Դեգուստո ռեստորանի շեֆ խորհրդի պատրաստածը։ հրաշալի։ Գարնանային գույները ավելի լավ տեսնելու համար ձեզ օգնության կհասնի Միստեր Ջինը իր լվացող, մաքրող եւ աղտահանող միջոցներով։ Իդեպ Միստեր Ջինը ներկայանում է նոր լոգոյով։ Միստեր Ջին, ցանկացած ապրանքի անգամ մեկ կաթիլը ուժ ունի։ Եփող թափողները։ Գերամ, կարող եք արդեն տեղադրել, շնորհակալություն Միստեր Ջինին, ես բացում եմ պիտակ ֆրունզիկ գինի շիշը։ Ֆրունզիկ սպիտակ գինին պատրաստված է Վայոց ձորի ոսկեհատ խաղողի տեսակից։ Մեր գործընկերն է Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանը իր լեգենդար ֆրունզիկ կարմիր եւ սպիտակ գինիներով։ Կարմիրը պատրաստված է արենի խաղողի տեսակից, իսկ սպիտակը Վայոց ձորի ոսկեհատ խաղողի տեսակից։ Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանը միշտ կիրառում է իր նորարարական մտքերը, հիմնվելով դարավոր գինեգործության ավանդույթների վրա։ Իմիջիալոց ում ես համարում հայ ամենամեծ դերասանը։ Ով է քո համար ամենամեծ վարպետը։ Եթե հենց վարպետների մասին է խոսքը, չեմ կարող առանձնացնել, որովհետև ամեն մեկը իր կերպարով, իր գույնով, իր էներգիայով տարբեր են ու ամեն մեկի մեջ կա ինչ-որ մի բան, որը ինձ դուր է գալիս ու ես հավանում եմ։ Բոլորն են, չեմ կարող առանձնացնել։ Խորեն Աբրահամյան, Խորեն Աբրահամյան, Մեր Մկրտչյան, Սոս Սարգսյան, իհարկե Կարփ Խաչվանյան, Սարգսյան։ Իսկ ում խաղն ես տեսել։ Ցավոք ոչ մեկին, բայց թատրոն ոչ մեկին չես տեսել, բայց ֆիլմում խաղացել եմ, նույն ֆիլմում ենք եղել ես եւ Սոս Սարգսյանը։ Իսկ իրար հետ զուգահեռ եղել եք Չէ, մենք տեսանում չենք եղել, ուղղակի բախտ եմ ունեցել կամերայի հետևը նստած վայելել, թե ոնց է վարպետը խաղում, այո։
Դա։ Վարպետները երկնքում են, Այո։ մենք այստեղ ենք։ Так, Հիմա իրան ձևավորում ենք թեթև։ ահա։ Մի րոպե։ Կարևոր։ Վերջին շտրիխը։ Մի վարքյան։ Էլի ունենք շտրիխեր։ Հա, եւ բալզամիկ։ Ուսանող տղա եմ, սոված կլնեմ։ Սոյայի սոուսը, եթե չեմ սխալվում, լցրեց, ավելի համեղ դարձավ, որտեվ կծուն, տոմատի սոուսը ու այդ ինչ ասեցի։ Սոյայի սոուսը ավելի միսը դարձրեցին իմ քիմքին, ավելի հարազատ, որտեվ երբ միսը մի փոքր քաղցրոտ է լինում, իմ դուրը ավելի շատ է գալիս։ Դե բա։ Ինքը որ Պոլիտեխնիկի կտրուի է, ուսանող, բազամիկը փոխում է։ Շնորհակալ եմ շատ, Նորջան։ Փոխեք։ Так, Զիրոյանը շատ կարևոր բան ասաց, որ այդ ես Լեովին համաձայն եմ, որ շատ կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ լինի իր տեղը։ Եվ դա իսկապես շատ կարևոր է։ Եկեք դրա կենաց խմենք, թող յուրաքանչյուր մարդ լինի իր տեղը, Դեգուստո ռեստորանի շեֆ խոհարը թող լինի իր տեղը, եւ անգամ եթե նա Տեսները համեղ լինի որ։ Դեգուստո ռեստորանում չի, այստեղ բայց էլի իր տեղը, իր գործով ազգալով։ Այո։ Դու Զիրոն ջան շարունակի մեզ ուրախացնել, ես էլ կողքից ինչ կարամ չասնեմ կամ Սպասում։ Այո։ Շնորհակալություն։ Եփող թափողները։ Դե ֆրունզի գինի վրա չեն կասկածում։ Հիմա եկեք Փորձենք։ փորձենք։ Փորձենք ուտեստը։ Զիրոն ջան, դու պետք է առաջինը տաս քո գնահատականը, որպես նախկինում խոհարարն է։ Կծուն լավ է, փափուկ է, Փափուկ է։ Մեր ձեռքը խոհարարների սովորա որ աղին իր աղիությունը այնպես անենք որ քիչ լինի, արդեն որպեսզի կարողանա դու ավելացնի։ Դա կարևոր է։ Շատ։ Որոշել է։ Շատ համեղ է։ Բանջարեղենը պահպանել է իր գույները եւ խրխրթան է, Թարմությունը։ թարմությունը։ Վիտամիններն էշնա։ Ժորժան, այսա գալիս ենք, նկարվում ենք, ուտում ենք, գնում ենք։ Ասեմ ավելին։ Բացի նկարվից ուտելուց, նվերներն է ստանալու։ Նամար մենք շարունակում ենք ուտել, դուք չեք անջատում ձեր հեռուստացույցները, իսկ դուք անջատում եք ձեր կամերաները։ Մնացեք մեզ հետ։ Եփող թափողները։ Ահա եւ պարոն Զիրոյանը եւ իր նվերները, լուրպակից նվերներ, Մարանիկից, Միստեր Ջինից, մեր հիանալի Արեգի հայկական չրերը, Հայաստանի հայոց արևի համն ու հոտը, չրեր մրգերից։ Ուրեմն հետաքրքիր եւ յուրահատուկ ունիկալ ես կարծեի չիպսեր նատուրալ հայկական, ուրեմն բանջարեղեններից պատրաստված եւ շոկոլադապատ, բելգիական շոկոլադապատ հայկական չրերը։ Արեգի հիշիր։ Արեգին առաջարկում է հայկական ավանդական չրեր առանց շաքարի եւ հավելումների։ Ինչպես նաև մրգային եւ բանջարեղենային չիպսեր, հայկական անուշեղեններ, բելգիական շոկոլադով պատած բատոններ, պատրաստի ապուրներ։ Այս ամենը կարող է գնել թե կիլոգրամներով, թե փաթեթներով։ Արեգի, արևի ջերմության համը։ Ապուրների միջալուց։ Ապուր։ Ապուր։ Նայ։ Գալիս ես տուն։ Վերցնում ես այս։ Երմանջրի մեջ ես լցնում, Երմանջրի հա։ մեջ լցնում ես։ Մի հատ եռացնում ես եւ ունենում ես օրինակ Բորշ։ այս բորշը, օրինակ այս ուտեստը, տես, ինչ համով բաներ։ Իսկական ուսանողի ուտեստ է։ Լրիվ։
Так, դվերները հանձնված են, շնորհակալություն ձեզ Դեգուստո ռեստորանին։ Եթե ժամանակ ունեք գնում եք ռեստորան, որը գտնվում է Զեյթունում, համոզված եմ, որ գիտեք, եթե ոչ, եւ օրինակ դասի եք եւ քաղցած եք, զանգահարում եք 033 80 80 80, պատվիրում եք կամ մտնում եք degusto.am եւ պատվիրում եք շատ արագ ամեն ինչ Արագ պատրաստում է համեղ եւ մոտեցնում ենք ձեզ։ Շնորհակալություն քեզ, պարոն Զիրոյան, մաղթում եմ քեզ ամենայն բարիք։ Հուսով եմ, որ Գայ Ռիչին մեր եթերը կդիտի եւ կհետաքրքրվի քեզանով եւ օրերից մի օր Գայ Ռիչի հետ կողքին կանգնած դու էլ կստանաս քո կանի փառատոնի փառքը եւ Օսկարները եւ մնացած բոլոր մրցանակները։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Այսօր այսքանը կհանդիպենք Շանթի եթերում, մնացեք մեզ հետ եւ իմացեք, որ երազանքները կատարվում են, ուղղակի երազել է պետք։ Եթե երազանք չունեք, կատարվելու բանը չկա։ Եփող հրապողները